Ձեր բայկարն ալ ադի չէր Բաման Բաբյան, ռուսների Այո, բայց ես թուրքերին չեմ ուզում բերել։ Նիկոլը թուրքերին է բերում։ Տեսեք, սա նույն ռուսական FSB-ի խոսունքն է, որը երևի հասել է պարոն Պապյանին իրանց կանալներով, մետազիշկաներով, իրանք մի աշխատում են FSB-ի մետազիշկաներով աշխատում եք, պատահական չի, որ Սամվել Կարապետյանին էլ պաշտպանում եք։ Հիմա դուք տարածում եք Հրաշք պետք է, որ այս իրավիճակը իմ կարծիքով փոխվի։ Անգերձորեն ունիկ ժողովրդի անվերաբահնեցում։ Ոչ մի ձուկ, ոչ մի մուկ մի չի պլստա, քաբաբ հետ կբերենք, ասենք, եւ այսօր պարոն Արաքելյանը 7 տարի հետո կանգնում ասում է, մենք այո կանենք, մենք սա կանենք, անողեի կանենք։ Արվում է, դեր իշխանությունը կանենք, արվում է։ Չի արվում։ Տնտեսագիտական հաշվարկը, եթե դուք չեք տիրապետում այդ տնտեսագիտական հնան ավելանում է, որովհետեւ եթե ձեր եկամուտները ավելանում Մեկ բարյան, բարոն Բաբյան, մեկ բարյան, այստեղ ժողովրդի խափելու մանիպուլյացիա է, բացարձակ չի, բացարձակ չի, երբ որ հարկերը բարձրանում Մեկ բարյան, հարկեր չի բարձրացել, ոչ պետական թուրքերը չեն բարձրացել, բարոն Բաբյան, ուրիշ են, հարկեր ուրիշ են։ Ուրեմն ասեմ իմացեք, այս կառավարությունը շատ ավելի քիչ դպրոց է կառուցել, քան նախորդ կառավարությունը։ Այո, ես թվեր եք կբերեմ։ Նախորդ կառավարության փակած մանկապարտեզներ ու դպրոցները այս կառավարության միջոցներով է բացում։ Եթե բադայի որ Սամվել Ղարաբեդյանը անցնի եւ իր քաղաքական ուժը ուժեղ Հայաստան խորհրդարան, դուք կհամագործակցիք իր հետ։ Պատկերը պարզ է, ցավը տանում։ Ես չեմ բացել, չէ, պատկերը պարզ է, դուք էլ տանում եք թուրքացման։ Ինչ հիմքով, հերողություն գինքում են տանում։ Ես ուզում եմ այդ արտահայտությունը անեի։ Ես քիչ առաջ պիտի հարցնեի։ Լսեի, որպեսզի ասի իսկապես հերթական ռուսական նարատիվը Բարև ձեզ Արևելքի արտագով Բանավեճ Սակո Արյանի հետ այսօր հյուրերս քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ընտրություններում մասնակցող քաղաքագետ Էդգար Արաքելյանն է, նաև ազգային ժողովրդավարական փևերի ներկայացիչ պատմաբան Տիվանակետ Արաբաբյանը բարի եկածեք բարոնայք նախընտրական գիրքեր նախընտրական ընթացք արդեն 10-րդ օրն է համարյա դե ինչ զարգացումներով արժև պիտի գանքնիկ եւ ընդհանրապես քաղաքական խոսույթի մեջ ինչ են տարբերությունները եւ թեպի ուր կընթանա Հայաստանը Պարոն Արաքելյան ցեզմով սկսենք բավական թեժ կընթանա այս իրար հանդեպ այս ցեխարցակումներու արշավը թեժացավ վերջին օրերուն ինչպես կգնահատեք ընդհանուր ընթացքը Դե բնականաբար նախընտրական քարոզարշավի փուլում են գտնվում եւ սովորականից շատ ավելի թեժ է լինելու, սովորական շատ ավելի սուր է լինելու, բանավեճերը նույնպես, իհարկե անձնական դաշտում վիրավորանքները ընդունելի չեն, բայց նաև տեսնում ենք, որ ցավալիորեն տարբեր քաղաքական շրջանակներից լինում են եւ հատկապես ես կմատնանշեի, այսպես ասենք, այդ հիբրիդային հարձակումների շրջանակներում անանուն, այսպես կայքերի եւ fake կեղծ այդ կայքերի կողմից տարածվող այսպես ատելությունը եւ կեղծ տեղեկատվությունը իսկ մեծ առումով ես կարծում եմ քարոզարշավը ընթանում է իր ամբողջ տրամաբանության մեջ բնականաբար կլինեն նման սրացումներ ինչը եւ տեսնում ենք ոչ միայն Հայաստանում այլ նաեւ նույնիսկ եվրոպական երկրներում մենք հաճախ հանդիպում ենք նմանատիպ սուր ուրեմն բանավեճերի եւ քարոզարշավների Մաբաբյան ավելցնելիք ունիք գոհեք ընդրական ընդհանուր նախընտրական process-ներն մեր նախընտրական կամ ընտրական այս գործընթացից մենք գոհ ենք առավելագույնը օգտվում ենք բայց այդ բառապաշարի սրացումը ըստ էությամբ գալիս է Նիկոլ Փաշինյանից անձամբ իրանից շփտի մոռանանք որ ինքն է եւ 18-ին եւ 21-ին նման բառապաշար օգտագործել հասարակությունը բևեռացրել ասում է պատասխանը ստանում է եւ գնալով դա սրվելու է բայց վերջին անգամ գարձեմ տեսեք վերջի անգամ ես դրան էի ուզում անդրադառնայի ոչ թե Նիկոլ Փաշինյանը ասել պատասխանը ստացել այլ կոնկրետ մարդն է ասել պատասխանը ստացել այսինքն
Մինչ այդ մենք տեսել ենք կոռեկտության շրջանակներում քարոզարշավ, որը դուրս չի եկել նման բառապաշար մեծ առումով չենք տեսել։ Չէ, մի րոպե, երբ որ դու մարդու տարիներ շարունակ մեղադրում ես հանցագործ եւ թալանչի լինելու մեջ, քրեական գործ չես հարուցում, ուրեմն կամ ստախոս ես, կամ չես կատարում քո պաշտոնական պետական գործառույթը։ Եթե նախկինները ինչպես ասում են թալանչի են, 21 թիվը չեն։ Տեսեք, այդ մարդկանց վրա երևի այսպես բաներով քրեական գործեր կան հարուցված, այս դե եւ այսինքն 6 տարի բավարար չի, դուք ուզում եք գուլակաթափության գնաք, այսինքն նախկին սովետական մեթոդներով գնանք։ Պես է թատերական ներկայացում, որ ընդհանրապես բոլորովին վերջերս մենք տեսնում ենք կոնկրետ օլիգարխի հարազատի ուրեմն դղյակի բռնագանձում հոգուտ Հայաստանի Հանրապետություն։ Քանի հոգի ու մեղադրվել է բանտում նստած է։ Ես ձեզ թիվ նշեմ, որ այդ ձեր կողմից նշված թալանվածի հետ կապված այս պահի դրությամբ շուրջ 770 միլիոն դոլարի գույքի եւ ֆինանսական միջոցների հետ վերադարձ կա Հայաստանի Հանրապետությանը։ Առաջիկայում թերևս Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր հետ վերադարձը կլինի Հայաստանի Հանրապետությանը հեծի տեսքով։ Մինչ այդ մենք տեսել ենք Հայաստանի Հանրապետության տեսքով վերադարձը չի լինելու, պետությունը հատուցելու է, խոսակցությունը գնում է 350-ից 500 միլիոն։ Մենք կտեսնենք ինչպես կլինի, բայց հասկանալի է, որ ըստ էության Հայաստանի Հանրապետության շատ կարևոր ողնաշարային ստրատեգիական օբյեկտ է, որը համակարգաստեղծ կառույց է եւ ուղիղ կապ ունի, այսինքն ինչ անենք, մենք դնենք մարդկանց էլի ապօրինի բան անենք, հնարավորությունը ստեղծվել է այս պահին եւ այդ հնարավորությունը միջ այդ պետք է հիշենք, որ նաեւ Հայաստանին է վերադարձվել էլի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի չի վերադարձվել Հայաստանին, վարչակազմի աշխատակազմին է տվել վարչապետի։ Այսինքն հարց եմ տալիս։ Այսինքն վարչապետին է տրվել, հա, պետությանն է այդ գումարները եւ բաժնեմասերը պետությանն է, դա Հայաստանի Հանրապետության սեփականությունը, դա այլևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը կառավարումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կոնկրետ հարցը։ Հարցը հետո ովքեր են բանտում այսօր անազատության մեջ, եթե դա գողոն է եղել թալանելը, վերադարձը բավարար չի։ Նախ 770 միլիոն դա շատ քիչ գումար է, մեկ տարվա մեջ, մի րոպե, ես ձեզ չէի ընդհատում, մեկ տարվա մեջ Սաակաշվիլին 2 անգամ ավելի գումարը բերեց, ես ինչքան հիշում եմ, մի հոգի կա, այնել այդ իրենց թիմից չի, այդ ղեկավարն է։ Այդտեղ Վրաստան է, Վահան Բաբյան, հիմա։ Այսինքն ինչ Վրաստաններ, չէ, մի րոպե, ես մի բան գիտեմ։ Եթե ընդունում ենք, որ դա թալան է վերադարձնում են, ուրեմն հանցագործություն է։ Պատկերացրեք, ես մի բան եմ գողանում խանութից, ինձ բռնում են, ես գողոնից մի մասը տալիս եմ, ասում են գնա, ընդունելի չի, չէ՞։ Բնականաբար ոչ։ Հիմա եթե այդ մարդիկ ինչ որ մի բան են պետությունից գողացել, մի մասը հետ են տվել, բա ուրա մնացած պատիժը եւ կա ապօրինի գույքի վերադարձի մասին օրենքը, որի շրջանակներում տեղ են ունենում այդ ուրեմն process-ները, միգուցե օրենսդրական հետագայում փոփոխություններ իրականացնենք եւ եթե կպարզվի դա գողոն է կամ այսինքն մարդը ինչ են ասում եթե մարդը չի ապացուցում, որ ձեռք է բերել իր օրինական եկամուտներով, այսինքն ապօրինի ծագման գույքը, դա բռնագանձվում է հօգուտ պետության։ Լավ։ Կան նաև դեպքեր, որոնք ենթադրում են ես կարծում եմ այդ պատիժը առաջիկայում կլինի։ Առաջիկայում այդ մենք կանենք, հարցը այդ չի։ Դուք արդեն իշխանության եք 18 թվականից 26-ը 8 տարի իշխանության եք, բարի լինեիք անելու։ Եվ ժողովուրդ ջան, մարդիկ 8 տարի չեն արել, հիմա ասում են կանենք, ես չեմ հավատում։ Եվ դուք էլ մի հավատացեք, որովհետեւ ես ձեզ դուք ասեցիք ոչ մի բան չի բերվել, ես ձեզ թիվ նշեցի ու շատ քիչ է։ Այո, քիչ է, բայց պատժվել։ Տեսեք։ Ոչ ոք չի պատժվել։ Շատ քիչ է, շատ քիչ է, գումարի մարդուն ասում եք գողացի շատ, մասը կտաս, մասը կպահես։ Կրկնակի եւ երակի էլի գտնվում է գործընթացի մեջ, որը ենթադրում է էշմիսալքի գարունգան սկզբունքով չէ։ Այս սկզբունքով ինչ որ վերադարձվել է 770 միլիոն դոլար, այդ սկզբունքով կվերադարձվի նաեւ մնացածը։ Ես նշեմ եւ շատ դանդաղ է։ Տեսեք, դուք նշում եք հեծը, չէ։
հեծի շրջանակներում կան հարուցված քրեական գործեր հեծի շրջանակներում, որոնք կարող են ենթադրել նաև այդ ձեր ասածը, այսինքն մարդկանց ձերբակալություն կամ եւ այլն, քանի որ ինչպես կա նաև փողերի, ինչպես կա, որովհետեւ հեծը նոր չի սեփականաշնորհված։ Հիմա ումը ասենք, դուք կասեք քաղաքական հաշվի արդարակ, քանի որ այդ նույն մարդիկ այսօր ներգրաված են քաղաքական գործընթացների մեջ։ Բայց հեծը նոր չի սեփականաշնորհված։ Եթե Նիկոլ Փաշինյան դա աներ 21-ին կամ 18-ին, ուրիշ հարց է։ Ստացվում է մի բան։ Այսինքն, որ երբ որ մեկ իր դեմ ինչ որ մի բան խոսած, միայն դրանից հետո ձեռնարկվում։ Ոչ, հեծի հետ կապված գործընթացները եղել են շատ ավելի վաղ, քան դուք նշում եք, որ ինչ որ քաղաքական գործընթացների մեջ են ներգրավել դրա համար շատ ավելի վաղի արդյունքը հիմա էս ինչ որ մենք տեսնում ենք դա է արդյունքը, այսինքն այնպես չի որ մարդիկ սկսեցին միանգամից պետքա վերցնեն, մենք հիշում ենք թե ինչպիսի պատմություն, մենք հիշում ենք հոսանքների անջատումները եւ դրա չի հարուցվել հեծի հարցով, այլ հարուցվել է իր արտահայտած մտքի հարցով։ Ոչ, հեծի շրջանակներում հիմա կան հեծի շրջանակներում հիմա կա հարուցված գործեր, որոնք վերաբերում են նաև փողերի լվացմանը։ Չեմ կասկածում, որ այդ արվելի բայց դրդապատճառն է այստեղ կարևոր։ Իհարկե այդտեղ հանցագործություններ եղել են, պիտի պատժվեն։ Բայց դուք ասում եք քաղաքական դրդապատճառով, ես ասում եմ, որ հեծի process-ը սկսվել է շատ ավելի վաղ, քան Սամվել Կարապետյանը ներգրավել է ուղիղ քաղաքական ավելի վաղ, եթե չեմ սխալվում 1 տարուց ավել։ Ավելի վատ, եթե վաղուց սկսել է արդյունք։ Այսինքն ինչ պետք է անեն, միանգամից փուլակա թափ անեն, դե արդյունքները առաջիկայում կտեսնեք։ Կա օրենքի շրջանակներում այդ ամենը արվում է։ Այլ ոլորտներում չէ։ Բոլոր ոլորտներում կա հարուցված, գրեթե բոլոր ոլորտներում կան գործընթացներ։ 8-26 թվական։ Դե գիտեք 18 թվականից հետո շատ բաներ են տեղի ունեցել, շատ իրադարձություններ են տեղի ունեցել եւ ասել 18 թվական եւ 21 թվական 21 թվական ինչ անենք 21 թվական ընտրությունների խոստումներ կար հիմա այդ խոստումները հիմա իրականացվում են այսինքն 21-ին տալիս ենք չենք իրականացնում մի հատ էլ 26-ին ենք տալիս մի հատ էլ ենք 21-ի տված խոստումները 21-ի տված խոստումները ամբողջությամբ իրականացվում այո արդյունքները կտեսնենք մենք դրան կարծում եմ կանադառնանք արդյունքները կտեսնենք առաջիկա ընտրություններում Բարոն Արաքելյան մի հարց տայից էս ես քանի օր է կշփվիկ մեր հասարակության հետ գիտենք որ առաջադար ուժը քաղաքացիական պայմանագիրն է սա կախնիկ չէ եւ Հայաստանում միշտ իշխանությունն է եղել հրաշք պետք է որ այս իրավիճակը իմ կարծիքով փոխվի անգերձորեն ունիկ ժողովրդի անվերաբահնեցումը գշփվիկ ամեն օր երբեմն բադահարներ ալ դեղի գունենան վարչապետը կարդես կնվիրե կարդեսը չեն վերցնել գոբիտ կբադասխանեն եւ ընդդիմությունը կշահարգի այդ բոլորը մենք կհետևենք ամեն օր յաթրությամբ ընդհանուր տենսը ինչ է երագը ինչ է տեսեք դուք շատ լավ նշեցիք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կապված եւ նաեւ վարչապետի հետ կապված որ դուք հետևում եք ըստ էության երևի բացառիկ ընտրարշավներից է երբ որ հենց առանձնանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրարշավը նրանով որ ուղիղ հա եթերի ռեժիմով դուք հետևում եք լավ հոմոր կրած եք հադա լսեմ հոմոր կդարած եք հիմա կբացատրեմ եւ մենք չենք խուսափում նաեւ նման հանդիպումներից այ որ նշում եք ինչ որ քարտեզ են տալի կան հատուկ այդ մարդիկ այսինքն մարդիկ པարզ անկեղ շփվում են եւ մենք թաքցնելու որևէ բան չունենք ի տարբերություն շատ ուժերի ովքեր իրանց այդ քարոզարշավները փորձում են մենք տեսել ենք մոնտաժում են իրենց լիդերների խոսքերը եւ այլն ես անձամբ 90-ականների ցևով ես անձամբ մասնակցում եմ այդ քարոզարշավներին ոչ միայն Երևան քաղաքում այլ նաեւ մարզերում Գեղարքունիքի մարզում իմ հարազատ մարզում եւ ես ձեզ կարող եմ վստահեցնել որ քաղաքացիները շատ ջերմությամբ են ընդունում ու քաղաքացիները տալիս են այս ամբողջ 5 տարիների վերջին առնվազն 5 տարիների կատարված աշխատանքի գնահատականը դուք ես մտել եմ նույն Վարդենիսի, Սևանի առաջիկայում կլինեմ վաղը Ճամբարակում, առաջիկայում կլինեմ Մարտունիում, ուրեմն Գավառում, Երևանում կլինեմ, դուք չեք տեսնի մեկ գյուղական բնակավայր, որտեղ ճանապարհը սարքված չլինի,
մանկապարտեզը կամ դպրոցը կամ մշակույթի տունը սարքված չլինի ու տարբեր նմանատիպ աշխատանքներ, այսինքն ահռելի աշխատանք է կատարվել, որի գնահատականը տալիս են մեր քաղաքացիները, այդ մեր քաղաքացիները մոտենում են մեզ ու ասում են, որ այստեղ տասնյակ տարիներով ոչ մի բան չի արվել։ Մարդիկ այսօր ասֆալտի վրա քայլում են, մարդիկ այսօր նույնիսկ Բրեժնևի օրերեն նման իրադարձություն նորոգվել եւ կառուցվել հիմա ուրեմն 500 դպրոցի ծրագիրը քանի կառուցվել է 500 դպրոցի ծրագիրը կավարտվի այս տարի իհարկե շատ դպրոցներ ամբողջությամբ Չէ, երբ կոնկրետ քանի դպրոց է կառուցվել 300-ից ավել է ներողություն 300 դպրոցի ծրագիրը 500 դպրոցը 500 մանկապարտեզ 300 այդ 500 մանկապարտեզը եւ 300 դպրոցը մի մասը մեծամասնությամբ արդեն պատրաստ են այդ թիվը որը խոստացվել Շուտ եք ասում այդ ձև բան չկա նայեք կառավարության որոշումները հստակ 35 դպրոց կառուցվել է 25-ը նորոգվել է Ես կարող եմ փաստաթղթերը բերեմ Հիմա դուք եք սուտ ասում հիմա ես փաստաթղթերը կհրապարակեմ ես էլ կհրապարակեմ սուտ ասում 26 թվականին այն ինչ որ խոստացվել է 26 թվականին ամբողջությամբ իրականություն դրանք դպրոցներ են մանկապարտեզներ են որոնք իրական են եւ որոնք Չմոռանաք որ 237 դպրոց էլ փակվում է ժողովուրդ ջան որից 210 փակվում է 215-ը փակվում է գյուղերում որտեղ մեկ դպրոց է որ նշանակում է փակվում են գյուղերը Ոչ միայն դպրոցներ, ոչ նախ նշենք որ գյուղեր չեն փակվելու, ընդհակառակ այն գյուղերում որտեղ նույնիսկ դպրոց չի եղել կամ դպրոցատիպ ինչ որ կառույցներ են եղել գյուղերում տասնյակ տարիներ չեն եղել ու հիմա կառուցում են ավելին ասեմ կառավարության կառավարության Ինչի են փակվում բայց Այսա ես իմ հարցը հետեւյալն է Հեսա կանրադառնանք Ինչ են գումար ծախսում է դպրոցը նորոգում հետո էլ է դպրոցը փակում է Որտեվ Դերտոտիկյան է երևի 1900 բարեփոխում Հայաստանը տեսեք նոր էս կառավարության օրոք չի փակվելու նման բան չկա տեղեկություն ապա տեղեկություն ավելին ասեմ կառավարության ծրագրով ոչ միայն դպրոցներն են նորոգվելու այլ ստեղծվելու են մարզային կրթահամալիրներ ստեղծվելու մի քանի գյուղեր ուրեմն Հայաստանում առաջին անգամ ստեղծվելու են մշակութային սպորտային կենտրոններ որտեղ մի քանի գյուղեր այս կառավարությունը շատ ավելի քիչ դպրոց է կառուցել քան նախորդ կառավարությունը այո ես թվեր եք կբերեմ նախորդ կառավարության փակած մանկապարտեզներ ու դպրոցները այս կառավարության միջոցներով է բացում ես կարամ բերեմ իմ մանկապարտեզի օրինակը որը փակվել է նախորդ կառավարության ժամանակ եւ այս կառավարության օրոք այդ մանկապարտեզը բացվել է իմ գյուղը 30 տարի մանկապարտեզ չէր ունեցել 30 տարի մանկապարտեզ Այս թվերը կան իհարկե ես ասում եմ ես բայց այսին որպես իշխանություն չեմ ասել որպես քաղաքական գոմ գրնանա թիվերը հրապարակում են ուղղակի այսօր մոնոպոլիա կա քանի որ դուք Հայաստանում երևի շատ չեք պատտվում կամ պատտվում եք չեք տեսնում երբ որ պատտվեք կտեսնեք այդ ասֆալտի կողքի մայթերը կտեսնեք մայթերի կողքի դպրոցները մանկապարտեզները այ եթե ցանկություն ունեք կտեսնեք ուրեմն պաշտոնական տվյալներ կա Ես այդ ձեզ կուղարկեմ, ուրեմն թե որ տարի, այո, որ տարի քանի դպրոց է կառուցվել, այս կառավարությունը շատ ավելի քիչ դպրոց է կառուցել եւ նորոգել, քան ասենք 2000-ականներից։ Ես կուղարկեմ կնայեք, սա ապատեղեկատվություն է։ Նույն ձևի ասֆալտի մասին։ Սա ապատեղեկատվություն է։ Բայց սա դնենք մի կողմ, սա մոռանում եք մի կարևոր հարց։ Այս կառավարությունը 8 միլիարդ դոլար պարտ կա վերցրել, այսինքն այն չափի պարտ կա վերցրել, ինչ որ նախորդ բոլոր 3 կառավարությունները, հետևաբար այս կառավարությունը երբ որ ինչ արել է իմ եւ ձեր եւ մյուս հարկատուների աշխարհ, որտեղ սա մեր վզին է, բնականաբար չի։ Ես կպատասխանեմ 8 միլիարդի դոլարի պարտ կբնականաբար չի։ Ես կպատասխանեմ 8 միլիարդի շատ մեծ է։ Եթե մենք 91 թվականից մինչեւ 18 միլիարդի պարտի 18 թվականը վերցրել ենք նույն 8 միլիարդ կամ ավելի քիչ 6-8 միլիարդ 7 միլիարդ շուտ պարտ ենք վերցրել իսկ այս կառավարությունը ավելի շատ պարտ կա վերցրել այդ գումարով կարելի է ինչ անել պարտի թեման պատասխանը պատասխանեք ուրեմն
այն պարտքը, որ հիմա վերցվել է, 8 միլիարդ ճիշտ է թիվը։ Ես թիվը չգիտեմ, այո 6-8 երեխան իշխանության 6-8 եղել է երբ որ Նիկոլը եկել է 7-ից ավել է եղել, 7-ից ավել է Սեբենք 7 մոտարապես կարա 7 միլիարդ, 15-ից բայց այն ժամանակ երբ որ եկել է Նիկոլ Փաշինյանը իշխանության ու քաղաքացիական պայմանագիրը մեր հնան եղել է ուրեմն 11 միլիարդ դոլար հիմա մեր պարկի մասին եմ մեկ վարյան տնտեսագիտական հաշվարկը եթե դուք չեք տիրապետում այդ տնտեսագիտական հնան ավելանում է ուրեմն մեկ վարյան բարոն Բաբյան մեկ վարյան այստեղ ժողովրդի խափելու մանիպուլյացիա վերցումա բացարձակ թիվը դուք բացարձակ չի երբ որ հարկերը բարձրանում մեկ վարյան հարկը չի բարձրացել Ոչ պետական բյուջեը չեն բարձրացել բարոն Բաբյան դուք դուք ձեր հիմնավորումը իմ հիմնավորումը ասում եմ այն ժամանակ Հայաստանի ուրեմն հնան 11 միլիարդ էր հիմա Հայաստանի հնան մոտարապես 30 միլիարդ դոլար է շրջանառությունը հնան մեկ շնչին ընկնող համախառն արդյունքը այսօր 29 միլիարդ քանի 100 մոտարապես 30 միլիարդ դոլար այսինքն այս թվի մեջ եթե մենք դիտարկում ենք մեր արտաքին պարկը ապա հնայի համեմատությամբ մեր արտաքին պարկը շատ ավելի ուրեմն քչացել է քան ավելացել է ես բացատրեմ ժողովրդական լեզվով ես ժողովրդին բացատրեմ ժողովրդական լեզվով դիցուք դուք ունեք չգիտեմ 5000 դրամի պարկ ձեր եկամուտները չգիտեմ ձեր եկամուտները 8000 դրամ են հա հետո դուք ունենում եք 12000 դրամի պարկ, բայց ձեր եկամուտները 30000 դրամ են։ Հիմա որ պարագայում ձեր պարկը ավելի շատ է, ապահով է։ Հասկանալի է, չէ՞։ Եվ հետեւաբար սա մանիպուլյացիա է, որ վերցնում են այդ թիվը 7 միլիարդ դոլար ավելացել է պարկը, բախի չեն ասում, որ հնան ավելացել է ու Հայաստանը մեկ շնչին ընկնող հնայի մակարդակով այսօր գրեթե մոտենում է 10000 դոլարի մենք անցել ենք նույնիսկ Ադրբեջանին մեկ շնչին ընկնող հնայի մակարդակով այսինքն այլ բաներ եթե ժամանակին 7-8 միլիարդ դոլար վարկ էին վերցնում ու դա մսխում էին այլ բաներ երբ որ այդ ամենը ծախսվում է կոնկրետ ծրագրերի ու նպատակների վրա Պարոն Բաբյան դուք գվախնակ այդ բարտկեն էդա ծեր Չէ ես հաշվետվություն եմ ուզում Ինք ինձ ուրիշ հեքիաթ է պատմում դա համախառն մի րոպե ծառայությունների եւ արտադրանքի գումարն է այսինքն եթե ես առաջ ես բաժակը առնում էի 1000 դրամով հիմա առնում եմ 2000 դրամով բնական հնան շատացել է որտեվ սրանից գանձվող հարկերը շատացել են չէ այսինքն 2000-ից ալ շատ հարկա գանձվում քան 1000-ից մի րոպե դու ես չէի խանգարում նույնը ծառայությունները պետական տուրքերն են շատացել անշարժ գույքի հարկերն են շատացել եւ ամեն ինչ հետ շատացել է հնան դա է բայց ես այդ հարցը չէի տալի ես ասում եմ եղբայր դուք 8 միլիարդ դոլար փող եք վերցրել ուր այդ փողը Ինչ կապ ունի հնան շատացել դուք փող եք վերցրել ես ուզում եմ տեսնեմ մի րոպե այդ 8 միլիարդը հմնայի մասին չպետք է պատասխան պետք է ասել որ այդ 8 միլիարդից մենք 1 միլիարդը դրել են կամ 2 միլիարդը դրել նոր ատոմական են կառուցել կամ չգիտեմ եթե դպրոց ու ճամբար են կառուցել դուք արդյունքներ եք ուզում ես ուզում եմ այո հաշվետվություն որտեվ այդ պարկը իմ եւ մյուս հարկատուների վզին է դրած իսկ ինչ վերաբերում է մի շնչին ընկնող Ադրբեջանից առաջ են կանցել այո առաջ են կանցել որովհետեւ արտագաղթ կա բնակության աճ որտեղ արտագաղթ Հայաստանից արտագաղթ ուրեմն Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ ներգաղթ Էլի սուտ եք ասում 2000-ականների սկզբին ներգաղթ ա եղել Էս Նիկոլ Փաշինյանի ոչն է ամեն ինչ կերտել ձեր սիրելի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանից արտագաղթելը շուրջ 600,000 մարդ է ուրեմն Հայաստանից լքել տնտեսական այս բլոկը ավարտենք չէ մի րոպե այդ կապացեք հիմա սիրելի Քոչարյանը որ ասում եք այ ես Քոչարյանի ընտանիքը իմ դեմ է դատված եւ մենք դատվել ենք իրար Հասկանալի է դու քաղաքական պայքարի մեջ եք եղել Չէ բայց մինչեւ պայքարը որտեվ կոնկրետ ես պայքարել եմ նաեւ այլ հարցերով իսկ ԿՊ-ի ես չեմ տեսել որ դատվեն որովհետեւ ԿՊ-ն պարզապես Ռոբերտ Քոչարյանի օգտագործումը իր ընտրապայքարի համար Ռոբերտ Քոչարյանի լավ հասկանալով որ մտնել ընտրապայքարի մեջ ԿՊ-ի համար նպաստավոր Այսինքն գործագիցներ են օգտագործումը
Կարողա գործակից են եւ գործակից չեն։ Ներողություն, Ռոբերտ Քոչարյանը մոտ 3 տարի արդեն նստել է, այդ որ ասում են չեն նստել, մոտ 3 տարի արդեն Ռոբերտ Քոչարյանը նստել է, եւ մենք գիտենք թե ինչ պայմաններում է իրանց սահմանադրական դատարանը այդ կոնկրետ հոդվածը չեղարկե Ռոբերտ հիմա Ռոբերտ Քոչարյանի վրա էլի վերաբացված գործընթաց կա կապված էլի մարտի 1-ի դատավճիռը կարծում եմ առաջիկա նստե ուրեմն ինքը պետք է իշխանության դեպ դատ բացի եւ հատուցումներ ստանա։ Բացի, եթե անօրինական է, եթե օրինական է, ուրա դատավճիռը։ Մի հոգի կա նստած դատավճիռով այդ Վերմիշյանն է, որը էլի ԿՊ-ի թիմից չէր, դրա համար ցուցադրական նստեցրեցին այդ քաղաքացիական ինչ որ քաղաքաշինության։ Էտա մնացածները որևէ մեկը ոչ հներից, ոչ նորերից նստած։ Մենք մեր ուղին չշեղենք, դուք տնտեսական բաժինը ավարտեք։ Տնտեսական քաղաքական հարց պիտի դարձնեք։ Չէ, հիմա տնտեսականը հետեւյալն է, 8 միլիարդ դոլարը դա այն գումարն է, որով կարելի էր շատ ավելին անել, քան արվել է, եւ այս իշխանությունը, երբ որ կհեռանա իշխանությունից, դրա այսօր հələ պատասխան չի տա։ Դատվելու են մարդիկ, որտեղ հսկայական կոռուպցիոն ռիսկեր կա, հսկայական։ Դուք կհավատաք, որ այս իշխանությունը կհեռանա։ Այո, իհարկե կհավատամ։ Ինչի հիմքով։ Չէ, ես ասեմ ինչի եմ։ Ինչի հիմքով։ Այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է մի խնդիր է ինքը լուծում, իրեն աջակցում են ռուսներից տարածաշրջանից դուրս մղելու համար։ Դա անելու է, իրեն կպահեն այս ընտրություններին։ Բայց մոտ 2 տարվա ընթացքում Հայաստանում կլինեն։ Ձեր բայկարն էլ ադի չէր Բաման Բաբյան, ռուսների Այո։ Հիմա դուք պետք է գործակցեք։ Նիկոլը թուրքերին է բերում։ Տեսեք, սա նույն ռուսական FSB-ի խոսումն է, որը երևի հասել է պարոն Պապյանին իրանց կանալներով, մետազիշկաներով, իրանք մի աշխատում են FSB-ի մետազիշկաներով աշխատում եք, պատական չի, որ Սամվել Կարապետյանն էլ պաշտպանում եք։ Հիմա դուք տարածում եք FSB-ը, բացեք այդ ամբողջ ձեր ելույթները տեսեք։ Ես իմ ելույթները դրել եմ, ես այն սուտնա որ տարածեցին։ Ես ասել եմ հետեւյալ, մի րոպե։ Ինձ զրպարտում եք, մի րոպե, զրպարտում եք, սուտ եք ասում։ Սուտ եք ասում։ Սամվել Կարապետյանն ավելի լավն է, քան Նիկոլ Փաշինյան, ճիշտ է։ Չէ։ Ես ձեր չեմ ասել։ Ես ասել եմ փոքրագույն ու մեծագույն է։ Մի րոպե։ Ձեր համար Սամվել Կարապետյանը ընդունելի տարբեր հարց, ձեր համար Սամվել Կարապետյանը ընդունելի տարբերակ է։ Իմ համար ոչ Նիկոլան, ոչ Սամվել Կարապետյանն է։ Ձեր համար Ես ասել եմ հետեւյալը, շատ շատերի համար, այս ամբողջ հարցը շատ շատերի համար։ Այդ խոսքը հանված է։ Իհարկե, ասեք։ Շատ շատերի համար Սամվել Կարապետյանը ավելի նախընտրելի է, քան Նիկոլ Փաշինյանը, որտեղ Սամվել Կարապետյանի կերպարի մեջ շատ ավելի ազգային կա, քան Նիկոլ Փաշինյան եւ այլն եւ այլն։ Ու ասել եմ, հենց այդտեղ էլ կա, որ ոչ ոք չի ասում, որ ես անձամբ եւ մեր քաղաքական ոչ մեկին ձայն կտա, ոչ էլ մյուսին։ Պարզ ասված է։ Հիմա ինչ արված։ Շատ շատերի համար հանված է։ Բացեք իմ մոտ դրած է, ես հատուկ սղավություն ինձ համար Սամվել Կարապետյանը ինձ համար ձեր համար դուք ասում եք արտահայտում եք ձեր անձամբ նաև կարծիքը հետո ասում եք որ քաղաքական ուժի կարծիքը չի ձեր անձնական կարծիքն է որ Սամվել Կարապետյանը ավելի նախընտրելի է չգիտեմ չարյաց փոքրագույն եւ այլն դրա համար դուք անձամբ լսել եք ես հիմա բացեմ այդ կտորը բացեք եւ այդ կտորը դրեք բանը այո դուք ավարտեցիք ես ցեզի հարցում հարցը Բան Բաբյան գիտեք մեր հայկական գդրվածքով ամբողջ ինտիմության խնդիրը Նիկոլ Փաշինյանի անձն է։ Անձը չի իր քաղաքական մոդեցումները, կորձելավոճը, խոսակցությունը, բայց ծեր գարձիկով ուր է այս ինտիմությունը եւ ինչու չէ միավորված այդ օրագարշկին շուրջ ընդ որում նաեւ դուք որովհետեւ աշխարհակաղակական տևեր որովհետեւ ընդդիմություն ունի տարբեր աշխարհակաղակական կողմնորոշումներ նույն Սամվել Կարապետյանը ընդդիմություն է ինքը հակված է դեպի ասենք Ռուսաստան մենք ընդդիմություն ենք հակված ենք դեպի Միացյալ Նահանգներ ոնց միավորվենք կամ օրինակի համար այսինքն ընդդիմության մեջ կան ուժեր որոնք ստեղծված են նույն իշխանության կողմից որպիսի կարողան անեն դա իշխանության կողմից իհարկե իշխանության կողմից հենց այդ դաշտում խաղան եւ քվեներ գրավեն եւ այլն այդ նոր բան չէ լավ ապակային ինչպես կպատկերացնեք եթե այս ասենք ընդդիմությունն որևէ մեկը որ
ֆակտորում երբ որ լրագրողը ձեզ հարցը տալիս, մեջ բերում է ձեր Մեր գործընկեր մեր Ռոբերտը։ գործընկեր Ռոբերտը, Այո։ որտեղ մեջ բերում է ձեր ուրեմն ասածը, Որին որին դուք ասացուցեք, որ Կուսակցությունը համագործակցի թե չէ, հարցը առաջացել է ձեր այն հայտարարությունից հետո, երբ որ ասում եք Սամվել Կարապետյանը Փաշինյանից ավելի ընդունելի է։ Սկսեմ վերջից, որտեղ ինձ թվում է բուն հարցը դա է ձեզ հետաքրքրում։ Այո, ես իմ հարցազրույցներից մեկի ժամանակ իմ անձնական տեսակետն եմ արտահայտել։ Դա ԱԺԲ-ի տեսակետն է։ Չէ, դա իմ անձնական տեսակետն է, որը կարող եմ հիմնավորել։ Ես ասել եմ, որ երկընտրության պարագային Սամվել Կարապետյանը ավելի նախընտրելի է, քան Փաշինյանը։ Իսկ հիմնավորում հետևյալն է, որ Փաշինյանը արդեն հանգեցել է պետականության կորստի եւ հիմա տանում է ինքնության քայքայման։ ես ինքնության էլ կանդադառնամ։ Այսպես ասած այն վտանգները, որը ներկայացում է Սամվել Կարապետյանի տեսքով, դա այնն է, որ կբերի պետականության ինքնիշխանության մակարդակի նվազեցման։ Բնականաբար, երբ որ դնում ես միտեղ այն ինչ որ Հիմա ես անդրադառնամ նաև ինքնության։ Չէ, մի րոպե, ես դնեմ հիմա, չէ, ես դնեմ հիմա դնեմ, չէ, մի րոպե, հիմա ես դնեմ, այսպես ասած սկզբնաղբյուրը, որին վկայակոչում է Ռոբերտը։ Արդեն հստակացավ չէ։ Չէ, չհստակացավ։ Իսկ անձնական մի րոպե, բայց ես հիմա դնեմ սկզբնաղբյուրը, որտեղ երբ որ Ռոբերտը հետ ասեց, բնականաբար ես չէի ուզում ասել Ռոբերտ գիտես, դու սխալ ես մեջ բերում։ Հիմա ես բերեմ մեջ բերում եմ։ Հա, բուն մեջ բերում։ Իհարկե։ Կարապետյանին կապել։ Մի րոպե։ Սամվել Կարապետյանի ընկալումը ինչքան էլ իշխանությունը փորձում է նրան նույնականացնել լրիվ Ռուսաստանի հետ, չի ստացվում։ Այնտեղ կա մի ազգային Պաշտպանում եք պաշտպանում։ Շատ ավելի։ Որպես եկեղեցու աջակցող Ընկալումը։ որպես վերազգային ինքնության հիմնություն եւ այլն։ Եվ սա է կարևորը։ Ինչա թիրախավորում հենց եկեղեցուն եւ նրա կապում Ռուսաստանի, որտեվ կերպարը պետք է դու կերպարը փչացնես։ Եթե հաջողվեց Սամվել Կարապետյանին կապել Ռուսաստանի հետ եւ եկեղեցուն փչացնել, Նիկոլի շանսերը շատանում է։ Դա ման ինքը ամեն ինչ եկեղեցու դեմ է։ Իսկ եթե հակառակը Դուք ուրիշ կտոր եք դրել այստեղ, այդ մասը չի։ Հակառակը Սամվել Կարապետյանը հետևողականորեն շարունակի մնալ ազգային գծի մեջ, շատ շատերի պահը կգա ընտրության Նիկոլ Փաշինյան դե Սամվել Կարապետյան Պիտի նախընտրեն։ որպես չարյաց փոքրագույն Նա, նույն բանը։ ընկալելով անգամ Սամվել Կարապետյանին որպես չարիք, որտեղ ռուսական, որ ընտրելու են չարյաց փոքրագույնը, որտեղ Նիկոլ Փաշինյան դա արդեն դա արևմտյանը չի, դա թուրքական վեկտորն է։ Ասիկա ծանր մեղադրանք է, հա։ Շատ շատերը, երբ որ կգան ընտրության Ժամանակը, ես ասել եմ այդպես կանա, ես հիմա էլ եմ ասում։ Դուք Երբ որ շատ շատերը ֆակտորում կգան։ ասում եք, ֆակտորում ասում եք, այո, ինձ համար Ռոբերտի տված հարցից հետո ասում եք, այո, իմ համար նախընտրելի է ավելի Սամվել Կարապետյանը, քանի որ ազգային, չգիտեմ, եւ այլն եւ հիմա ազգայինի հետ կապված երբ որ դուք նշում եք, որ Սամվել Կարապետյանը ինչ որ ազգային, չգիտեմ, ինչեր ունի եկեղեցուն պաշտպանում է եւ այլն, Միրոպելի ամբողջությամբ ճացիկ, ինքը նման կերպարի ընկալում ունի։ Տեսեք, Չէ, ուրեմն նրանք դուք այդ խոսում եք մի բառի մարդու ընկալում մասին, են, այո։ որը հայտարարել է, որ այո, ինքը ցանկանում է, որպեսզի Հայաստանում ռուսերենը պետական լեզու լինի։ Հայերեն լեզուն մեր ինքնության ողնաշարն է ու Էլի ճիշտ չեք ասում։ Մեր ինքնության Էլի ճիշտ չեք ասում, այդպես չի եղել։ Իսկ ինչ վերաբերում Այդպես չի եղել, չեմ ասում չի ասել, ասել է հետևյալը։ Բիզնես ֆորումում ժամ, ես կուզեի, որ ռուսերենը եւ անգլերենը կուզեի չէ։ Ռուսերենը եւ անգլերենը լինի հայերենի հետ։ Անգլերենը ծխած ծածկույթ է, մենք գիտենք թե Հիմա ինչի տես, համար բայց են։ ասել է, չասպես ծխած։ Ինչի համար են։ Ներողություն, ինչի պետք է անգլերենը եւ ռուսերենը, ինչի պետք է անգլերենը եւ ռուսերենը հայերենում լինեն պետական լեզուներ։ Այսինքն երբ որ դուք շեշտում եք ազգայինի մասին, մենք պետք է շեշտենք, որ այ այս մարդը ուզում է հայերենի կողքը ռուսերենը դարձնի նաեւ անգլերենի մասին մոռացա։ Ներողություն, անգլերենը ինչի է դառնում Հայաստանում պետական լեզու։ Չէ, ինքը պետական լեզվի մասին չի խոսում։ Երկրորդ պետական լեզվի մասին։ Ոչ, այդպես չի ասել։ Տես Ես չգիտեք էլի, այո, այդպես է խոսել։ Ոչ, խոսքը գնացել է անգլերենը եւ ռուսերենը, Ոչ, ռուսերենը եւ անգլ Խոսքը գնացել է լեզվի մասին է եղել, ոչ պետական։ Պաշտոնական լեզու նշանակում է, ինչպես Կիպրոսում անգլերենը նաև լայք Պաշտոնական լեզու է։ Այո, պաշտոնական լեզու է, հունարենի հետ միասին։ Բայց ոչ պետական։ Ոչ պետական։ Եվ այստեղ մարդն ասում է պետական։ Եվ դա եղել է բիզնես
ֆորումի ժամանակ բիզնես ֆորումի ժամանակ ենք ասում թե ծրագիր չի կներեք ներողություն շատ ավելի վատ, որովհետեւ շատ քողարկված բաներ կա, որ այս մարտի գալով իշխանության իրականացնելու են այդ ամենը, այսինքն ինչի մասին է խոսքը, ինչ կապ ունի բիզնես, ինչ կապ ունի բիզնես միջավայրում, որովհետև մարդ կարա բիզնես միջավայրում, այսինքն մի դուք հասկանում եք քաղաքական գործիչ Սամվել Կարապետյանը դեմալնելու, որ ռուսերեն պետական կամ պաշտոնական լեզու լինեն։ Ընտրությունները կատար, բայց ինչ ենք մենք իրաց քննարկում թափես, բայց ասեմ, մենք այսօր ընտրությունները կուսակցությունների միջև են եւ կուսակցության ծրագրերի միջև, ոչ թե ով ինչ ասե եւ այլն։ Եթե ով ինչ ասել, Նիկոլ Փաշինյանի սեռական հակումներն արտահայտել իր երկում արձանների նկատմամբ Հիմա ասենք ինքը ասելա ես արձանների նկատմամբ սեռական հակում հիմա որ դուք ասում եք կուսակցությունների ծրագիրը մենք գիտենք դրանք ինչ կուսակցություններ են Գիտեք մեր երկրում այսինքն ինչ պատկերացում ունեք Սամվել Կարապետյանը ստեղծել է մարդ կուսակցություն 20 օրում կուսակցություն են հիմնել մեծ փողերի եւ ֆինանսական դժբախտաբար մեծ ֆինանսական մենք տեսնում ենք ամենօրյա այդ բացահայտումները եւ ինչ որ դուք ասում եք կուսակցությունների ծրագրերին դա ծրագիր չկա դե կա Սամվել Կարապետյան եւ այդ մարդիկ որը հավաքվել են փողի շուրջ ինչի մասին է խոսքը Այդ էլ ձեր կուսակցությունները իշխանության շուրջ է հավաքվել դա ինչ տարբերություն ինչի շուրջ է հավաքվել իշխանության ինչ իշխանություն 2017 թվականին ՔՊ-ն Չնչին ձայներ էր հավաքում 18-ին եկավ իշխանության մեծ քվե հավաքեց որովհետև դարավ իշխանություն ցավոք սրտի Հայաստանում իշխանությունները հեղափոխությունը ով իրականացրեց ՖՍԲ-ն լուրջ եք այո մոտ եք այդքան փաստորեն մոտ եք այդքան ՖՍԲ-ը ճիշտ է որ ասում են ուրիշ ագանատաշը մտանք ուրիշ ագանատաշ ես տեղեկացված եմ եւ ՖՍԲ-ից եւ ՑՌՈ-ից եւ Մոսադից ես քաղաքական բազմ ես քաղաքական գործիչ եմ ես ինֆորմացիա ունեմ ով ինչ է եղել Նիկոլ Փաշինյանին բերեցի ռուսների իշխանության կատարելու Լավրովի ծրագիրը այո որտեվ պետք է դեմոնիզացնել Եվ շարը գցել հայրիրա, որտեվ եթե իրենց մարդիկ լինեին իշխանության եւ Ղարաբաղը տրվեր, այդ դեպքում պատասխանատվությունը ռուսների վզին պետք է տրվեր։ Այսինքն նշանակում է ռուսներն են, հա, բան արել։ Իհարկե ռուսներն են տվել Ղարաբաղի հարցը։ Իհարկե ռուսներն են տվել Նիկոլի ձեռքերով։ Նիկոլը մի տեղ է գցել ռուսներին, ասեմ ցես։ Ռուսական աշխարհը հետեւյալներ, որը սխալվեցին, որ Ղարաբաղը Նիկոլը կտա, այս Նիկոլը պատրաստ էր տալու։ Կտա եւ դրանից հետո ռուսները նորից հետ հեղաշրջում կանեն 20 թվականից հետո իրաց մարդկանց կբերեն բայց ուրեմն 100,000 ֆիքսենք 100,000-ավոր մարդկանց պայքարը Պարոն Պապյանը համարում է ՖՍԲ-ի պայքար, ու այդ 100,000-ավոր մարդկանց ըստ էության բանի մեջ անվանում է ՖՍԲ-շնիկներ, որոնք եկան Նիկոլ Փաշինյանին բերեցին։ Նիկոլ Փաշինյանը վարպետորեն Նիկոլ Փաշինյանը մանիպուլացվեց ժողովրդին, կատարեց այդ ամբողջը։ Իսկ ժողովուրդը գնաց իր ազնիվ հակումների հետևից, այդ թվում Նիկոլ Փաշինյանի խոստումներին ոչ մի ձուկ, ոչ մի մուկ մի չի քաբաբար քաբաբ հետ կբերենք, ասենք, եւ այսօր ռեժիմով հետ է բերում։ Պարոն Արաքելյանը 7 տարի հետո կանգնում ասում է, մենք այո կանենք, մենք սա կանենք, անողեի կանենք։ Արվում է, շատ բաներ արվում։ Չնչինա, շատ բաներ, շատ վատ։ Մենք մոռացանք անցավ խոսակցությունը, անցավ 8 միլիարդի խոսակցությունը, ասեմ, այն ինչ որ տեսնում եք նաեւ Հայաստանում կառուցվում է, սարքվում է, չի գողացվում այդ գումարը եւ այլն ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների դրանց մի մասը իհարկե նաեւ այդ վարկային միջոցներով է նաեւ Հայաստանի վարչապետը Դուք ասում եք որ հնան ավելացել այդ ես ասեցի նաեւ վարկային միջոցներով իսկ ծրագիրը Հայաստանում իրականացվի ինչ մեծ ծրագիր է իրականացվել մի դուք մի թվարկեք այս պայդրությամբ հյուսիս հարավ ծրագրի մի մասը իրականացվել է այս պայդրությամբ ամենախոշոր հատվածներից Սյունիքի ամենախոշոր Սյունիքի դուք հարց տվեցիք թողեք ես հարցի պատասխանը ֆինանսական ֆինանսավորումը Եվրոմիությունը ինչ կապ ունի Հայաստանի Եվրոմիությունը ֆինանսավորումը Իրանն էլ կա գործընկերություն է կարող Այսինքն ֆինանսավորումը դուք վարկային միջոց եք, չի ասում։ Այդ ճանապարհի մի մասը առանձին ֆինանսավորում։ Ոչ, դուք չեք տիրապետում, այդ ճանապարհի մի մասը վարկային միջոցներ են, մի մասը Հայաստանի Հանրապետության միջոցներն են։ Հիմա ամենախոշոր հատվածները կառուցում են Սյունիքում, որը այդպես մնացել էր։ Մենք գիտենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան գալու ժամանակ
պայմանագիրը կնքվեց կառուցվելու ամենախոշոր Հայաստանում եւ տարածաշրջանում ամենախոշորներից մեկը հանդիսացող թունելը առաջիկայում շինարարությունը կսկսվի, երբ որ ասում եք խոշոր, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը կարվի, ես ասում եմ արվաստ եմ ասում, հիմա ասում եմ ներողություն Երևանից մինչև Գյումրի հյուսիս հարավը պատրաստ է, եթե չեք գնացել այդ ճանապարհով խորհուրդ կտամ գնաք եւ կտեսնեք, եթե բադայի գներեք Ագարակից Սիսիան հետ Ագարակից Քաջարան ճանապարհը կառուցվում է, հիմա թունելի շինարարությունն է սկսվելու, ուրեմն խոշոր ծրագրերից Հայաստանի Հանրապետության ներքին ճանապարհների ամբողջացը կազմում է 7000 կիլոմետր, այս պահի դրությամբ այլևս իրականացվել է մոտարապես 5000 կիլոմետր ճանապարհի վերանորոգում եւ ամբողջ շինարարություն, արձանագրեք մոտարապես ես թվերը կուղարկեմ 5000 կիլոմետր երկու բան է ուղարկելու, այսինքն դպրոցներն էլ կուղարկեմ ասֆալտապատվել, այսինքն երբ որ ասում է ինչ է արվել, պլյուս դպրոցները, մանկապարտեզները, մշակույթի օջախները, պլյուս այն աշխատավարձերը, որոնք բարձրացվել են, պլյուս այն թոշակները, որոնք բարձրացվել են, ոստիկանությանը չէ, նաև զինված ուժերին ինչ եք մանիպուլյա, այո մեր ոստիկաններն էլ պետք է բարձր աշխատավարձ, ինչեք թշնամի սարքել, ինչեք թշնամի սարքել ոստիկանությանը, որտեղ իրավապահ չի, այլ Նիկոլա Պաշտպան Որտեղից է գալիս ոստիկանության նկատմամբ ձեր թշնամանքը։ Իմիջիանոց ոստիկանությունը ավելի բարձր աշխատավարձեր է ստանում, քան զինվորականությունը, դա էլ հաշվի առեք։ Ոչ, զինվորականությունը, ուրեմն այսօր կա շարքային զինվորական, որը ստանում է մինչև 700,000 դրամ աշխատավարձ։ 700,000 դրամ աշխատավարձ։ Երկուսով չի, դրանք հարավորներ են եւ հազարավորներ են։ Բան Արաքելյան, հարավորներ եւ հազարավորներ։ Այս հատվածը ավարտենք։ Պարոն Բաբյան, եթե բադայի ներողություն, մի այդ որ ասում է խոշոր ծրագրերից, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դերևս ամենախոշոր սոցիալական ծրագիրը դա ուրեմն բժշկական ապահովագրության ծրագիրն է, որ այսօր 1,700,000 մարդ այսօր օգտվում է այդ ծրագրից եւ բյուջեի մեջ է ծախսերը նախատեսված է։ Բյուջեի մեջ նախատեսված չէր, հիմա նախատեսված է։ Այնպես որ հիմա ձեր համար խնդիրը որն է, ասում եք 8 միլիարդը որտե է, ասում եմ հես այդ 8 միլիարդը։ Այսօր մեր քաղաքացիները, այսօր այդ մեր քաղաքացիները, որոնք առողջական խնդիրների պատճառով վախենում են նույնիսկ հիվանդանոցի դուռը գնալ, այսօր նույնիսկ դեղի հետ կապված մարդիկ չեն կհանվի։ Իհարկե, այդ հերթական ռուսական մանիպուլյացիան է, այսօր հերթական ռուսական մանիպուլյացիան է, որ բանը ռուսական բազայի դեմ եւ ռուսական դեսպանատան ցույց եք դուք ուր եք ես ձեզ ասեմ Ռուսաստանում ես ձեզ կապացուցեմ կուղարկեմ այդ յութը որ ես եղել եմ ռուսական դեսպանատան մոտ ու իրենք ԱԺԲ-ն գալով ռուսական դեսպանատան մոտ էլի հակապետական հայտարարությունների թողնելով ռուսական այդ ամբողջ բան դուք ընդամենը մի հատ ասում եք դեմից քֆրտում եք ռուսներին ու ամբողջությամբ ասում եք ռուսական նարատիվները տարածելու օրինակ այդ հենց նոր ասեցիք որ ընտրություններից հետո այդ առողջապահության բանը կանվի դա ասում է ռուսական պրոպագանդան երկու հավասարակ փորձի բոլորի համար Ռուսաստան, Ուզբեկստան, թե Անտարկտիդա։ Այդ նույն բանը կրկնում է ձեր սիրելի Սամվել Կարապետյանը, նույն բանը կրկնում է Ռոբերտ Քոչարյանը, նույն բանը կրկնում է Գագիկ Ծառուկյանը։ Դուք դա շարունակում եք, հիմա ես ինչ ասեմ, դուք ռուսական եք, թե արևմտյան։ Այդ նշանակում է, որ ասում են տարբեր կողմերից, ուրեմն դա մեջ ճշմարտություն կա։ Այդ նշանակում է, որ դուք ընտրություններից դա մանիպուլյացիա է, առողջապահության ապահովագրության։ Բարակայի, վաղը բամբաբյան, երու օր չէ, այդ մասին ուրիշներն ալ գխոսին, բայց կերևի, եթե իսկապես իրենց խոստումին դերն են, կամ ոչ։ Ամեն բարակայի, գիտեք, եթե այդպիսի բամբադայի, այ ժողովուրդը պատասխանը գուտա։ Չի դա Հայաստանում երբևէ իշխանություններով չի փոխվում։ Պարոն Պապյանին խորհուրդ կտանք նաև գնալ մայիսի 28-ին ուրեմն հանրապետության հրապարակ բանակի հեքիաթները ուրիշներին կպատմեք տեսեք այդ ամբողջը հեքիաթ են իրանց համար այս նույն խոսքով խոսում է նույն Էլի Սամվել Կարապետյանը նույն Գագիկ Ծառուկյանը նույն Ռոբերտ Քոչարյանը աշխարհը կնորա եւ իրենց համար եւ իմ համար խնդիրը հենց դրանում է որ ճշմարտություն չկա ժողովրդին խափելով առաջ եք տանում ռուսական FSB-ի ապատեկատվություն իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի դեսպանատան դիմաց
գնալ չգնալը իմ մուտքը Ռուսաստան արկելա փակված է։ Դե հետեւաբար ներկայիս եւ հետեւաբար երբ որ դուք խոսում եք ռուսական Facebook-ն չէր կարա այստեղ կազմակերպի Facebook-ն ձեր հետ է կազմակերպում։ Իմը չի կազմակերպում։ Ես Հայաստանի որովհետեւ դուք եք տարածում Facebook-ի նարատիվները Հայաստանի։ Դուք ռուսական պաշտոնական հերոստանգերություններում հնչող նարատիվները տարածում եք Հայաստանի Հանրապետություն։ Ոչ մի տարբերություն չկա։ Երկու բան, առաջինը մենք եղել ենք միակ կազմակերպությունը, կուսակցությունը, որը հենց նույն այդ ռադիո հերոստատեսային, չգիտեմ, այդ հազար դիմացույց են կարել տարիներ առաջ եւ մի քանի անգամ պահանջել ենք ռուսական հերոստալիքների Հայաստանում փակել, մուլտիպլեքսից անել եւ այլն։ Մենք արել ենք, ԿՊՆ-ի արել, պարոն Առաքելյանը չի արել։ Սա մեկ, հետեւաբար մենք բնավ շահագրգռել հետո վա փակել ԿՊՆ-ի փակել, որ իշխանությունով է, եթե ԿՊՆ չունենալ փակել, այսինքն ինչով ոնց է փակել ներողություն էլի հասկանամ։ Դուք փակել ենք, մենք ասեցինք պահանջել ենք փակելու, մենք պահանջել ենք։ Ոչ միայն դուք եք պահանջել, ես էլ եմ պահանջել, մյուսներն փակվել։ Ոնց եղավ ձեր պահանջելով դուք դառնաք հակառուսական, մեր պահանջելով մենք դառնանք պրոռուսական, որտեղ հիմա մի րոպե եւ կարեւորը ռուսական տրամաբանության մեջ է։ Facebook-ն է, Facebook, ասեմ ինչու ես չեմ կարող լինել, որտեվ ես Հայաստանում միակն եմ, առաջինը եւ քչերը, որ ես անցել եմ ՆԱՏՕ-ի հակահետախուզության ամբողջական մանրակրկիտ ստուգումը եւ ընդունվել եմ ՆԱՏՕ-ի ռազմադիվանագիտական ակադեմիան, ստացել եմ առաջի տարկի թույլտվություն գաղտնի ինֆորմացիայի, սովորել եմ, այցելել եմ ՆԱՏՕ-ի եւ ամենագաղտնի կառույցները եւ այլն եւ այլն։ Եվ ինձանից առաջ երկու տեխնացություն ՆԱՏՕ-ն մերձեց, այսինքն ես այդ ստուգումներն անցել եմ։ Ի տարբերություն պարոն Առաքելյանի, որը չի անցել։ Հետեւաբար մի րոպե ես այն քչերից եմ, ես այն չի կարալ ագենտուրա, այնպես որ դա նորություն չէ, էլի։ Ես թուղթ ունեմ, իսկ դուք այդ թուղթն էլ կապ ունի թուղթը։ Եթե ես ունեմ այդ գաղտնիության, այն ինչ որ դուք հիմա խոսում եք, այո, ճշմարտությունն եմ խոսում, ձեր դուրը չի գալի։ Եվ եթե դրա մասին ասում եք այդ տեղավորվում է այն հիբրիդային պատերազմի նարատիվների մեջ, որը սանձազերծել է, ով որ իրանց մեղադրում է, ասել որ ռուսական FSB եւ պետական ապարատը, այդ հիբրիդային ներողություն, այդ հիբրիդային պատերազմը, նաեւ այդ հիբրիդային պատերազմի մասին խոսում են նաեւ չգիտեմ, ասում եք, որ արևմուտքին սիրում եք կամ արևմտամ եք, դուք նաև արևմուտքում են խոսում։ Դրա մասին կա բազմաթիվ հետազոտություններ, երևի չասեմ օրական, բայց շաբաթական կտրվածքով նույնիսկ հայկական մամուլն է դրանց անդրադառնում, հետաքնչական մամուլը բացահայտում է այդ խողովակները, այնպես որ այդ որ դուք էլի ժխտում եք, որ չկա հիբրիդային պատերազմ, դա էլ է ռուսական պատերազմ։ Վարկը վերցել եք, կերել եք, լավ չեք աշխատել, բան, քանի որ իմ մեղադրանքը համընկնում է նաև այլ պրոռուսական ուժերու դրա հիման վրա ինքը կպցնում է իրար այդ ձև չի ձեր մեղադրանքի տակ ոչ մի հինգ չկա ոնց որ այդ ընդդիմության ես ձեզ հենց նոր ասեցի թե ասեցիք ինչպիսի խոշոր մերկու բան ասեք դրանք դուք ոչ խոշոր բան չասեցիք դուք ասեցիք կնքվելա կարվի ներողություն այս պահի դրությամբ պատրաստ է Երևանից մինչև Գյումրի 5000 գծամ 5000 մետր կիլոմետր այս պահի դրությամբ պատրաստ է գրակեսնել չի արված Հյուսիս հարավը տեղից շարժվեց երբ որ իշխանության եկան այսօր մենք ունենք Երևանից մինչև հյուսիսային մասը Երևանից մինչև Գյումրի արդեն պատրաստի ճանապարհը այս պահի դրությամբ ակտիվ տեմպերով Սյունիքում ընթանում է շինարարությունը հիմա շինարարությունը ակտիվ տեմպերով 10 միլիոն ծառ էին տնկում ակտիվ տեմպերով պետք է ներողություն եկեք վերջին անգամ գնացել Պարոն Առաքելյան Սյունիք չեք տեսել այդ ճանապարհը չեմ տեսել ուրեմն նորից այցելեք Պարոն Բաբյան եթե էլի չտենակ կարևոր հարց եթե բադայի որ կոնկրետ հարց եթե բադայի որ Սամվել Ղարաբեդյանը անցնի եւ իր քաղաքական ուժը Հայաստանի խորհրդարան դուք կհամագործակցիք իր հետ անգերձորեն չէ դուք հարց եք տալի որը իր մեջ տարբեր չէ անգերձորեն այո կամ ոչ մի րոպե պետք է ըստ իրավիճակի ոնց է լինելու կարող է չեք բացառում Ես ոչինչ չեմ բացառում, ես անգամ ոչինչ չեմ բացառում, իհարկե։ Բայց բացառում եք ԿԲ-ի հետ գործակցելը։
Չէ, ես ոչինչ չեմ, ես չասեցի Նայած ԿՊ-ը երեք բացառում։ կարգավորձակ։ Ես ոչինչ չեմ Չեք բացառում, ես Չէ, ասեցի ես ԿՊ-ը ոչինչ չեմ ինչ բացառում։ ֆորմատով եք Հետ եմ համագործակցելու, ասում, եթե դրա համար հենց մանրամասներն է Չէ, ես օրինակ բացառում եմ, Ընդհանուր պատկերն է պետք։ Իհարկե, ես որ կուսակցություններն են ես ասել, բացառում եմ համագործակցությունը ինչի Սամվել շուրջ է։ Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյան, Բնականաբար, եւ հստակ ասում եք, որովհետեւ գաղափարական առումով այդ ուժերը Հայաստանը տանում են գուբերնացման, Հայաստանի ինքնությունը, ինքնիշխանությունը ոչնչացնելու ճանապարհով են տանում։ Եթե պարոն Պապյանի համար դա խնդիր չի, որ ասում է չեմ բացառում, չեմ բացառում։ Ասում է պատկերը։ Պատկերը պարզ է, ցավը Ես տանում։ չեմ բացառում, չէ, պատկերը պարզ է, դուք եք անում եք թուրքացման։ Չէ, դա Ինչ հիմքով Տեսեք, սա հերթական ես ուզում եմ արտահայտությունը անել։ Ես քիչ առաջ պիտի ուզում եմ հարցնեի։ արտահայտությունը լսեի, որպեսզի հերթական ասի իսկապես հերթական ռուսական ասի նարատիվը 10 մզգիթներու պատմության շեշտեի օրմա արտընցանք բոլսա ընկերմը գզանք է սակո ինչ պատահած գսեմ ինչ է բարոն այսինչ եւ շատ նշանավոր համայնքան 10 մզգիթ պիտի կառուցի Փաշինյանը Չէ, տեսեք Ալիևը քանի որ իդեմս այս քաղաքական ուժերի ունի գործընկերներ ինքը գիտի որ հելավ մի բան ասեց խնդիր չունի Հայաստանում այդ տարածելու վերջում տարածում են մզգիթների մասին են խոսում 3000 այո այդ թրկացման բանը ինչ է ադի կուզեմ հասկանալ Ձեր Պոլսանկյոզ ասեք թող անցյալ տարվա հունիսի 21-22-ի Պոլսում կայացած 25 թվականի Իսլամական պետությունն, այո, իսլամական պետությունների համագործակցության համաժողովի որոշման փաստաթղթերը կարդան 26-րդ հոդվածը, որը 57 երկիր միաձայնությամբ ընդունեց եւ դա Ալիևի եւ Ադրբեջանի առաջադրմամբ նաեւ առանձին 5 բանաձև Խոջալույի ցեղասպանության եւ այլն եւ ինչ ասում դրա մասին խոսքը գնում է 100,000-ավոր 300,000 չի ասում բայց ամբրագրված է 100,000-ավոր ադրբեջանցիների արժանապատիվ Հայաստան վերադարձի մասին խոսքը գնում է իսլամական մշակույթի յուրացման եւ այլն հիմա Դա արվում է, դա հակազդի հակազդություն չի ստանում Հայաստանի իշխանությունների կողմից։ Դա Հայաստանի ներողություն։ Մի րոպե, ուր վերադարձը Հայաստան։ Այո, Հայաստան վերադարձը նշված է Հայաստան։ Ներողություն։ Ես տեղյակ եմ, ես դրա մասին հաղորդում եմ։ Մուսուլմանական չգիտեմ ինչ կազմակերպությունների ինչ հայտարարությունը բերել Հայաստանում, եթե նույնիսկ այդպեսին եղել է, բերել Հայաստանում սարքել Հայաստանի քաղաքական օրակարգ դա առնվազն դավաճանություն։ Ալիևն ու Էրդողանը հելել իրանց ինչ ասել, իրանք պետք է հալած յուղի տեղը։ Մի րոպե։ Մարդիկ եք, եղբայր լսեք։ Առանց հանգիստ Հայաստանում որևէ մեկը մի բան ասում կամ Հայաստանից դուրս ինչ որ մի բան ասում Ադրբեջանի շահերը չի համապատասխանում օրինակի համար մի հատ ինչ որ քարտեզ է ցուցադրվում ասենք ինչ որ մի հերոստատեսությունում որտեվ Լեռնային Ղարաբաղի ուրվագիծը կա Ադրբեջանը բողոքում է ինքը անպատասխան չի թողում ուրեմն ՄԱԿ-ից հետո երկրորդ ամենամեծ կառույցը, որը իսլամական բոլոր պետություններին է ներգրավում։ Այդտեղ միշտ հագահայկական հայտարարություններ եղած են Ղարաբաղի։ Բայց նման հակահայկական Չի եղել։ Չէ, որը կազմակերպությունում հակահայկական հայտարարությունում Թողեք ես մի հատ վերջացնեմ։ Մեկ րոպե, վերջացրեք, այո, վերջացրեք։ Մարդը, չէ, որտեղ հստակ հակահայկական եղել է, որ պետք է։ Ես կարծած եմ, այո, որ հիմա չէ, տասնյակ տարիներով։ Տասնյակ տարիներով, չէ, բայց պահանջը երբ որ եղել է, Այսինքն պետք է հագաստեր, ադե խնդիրը։ որ պետքա Արցախը, չգիտեմ, վերադարձվի Ադրբեջանին, ուրիշ է։ Երբ որ սա խոսում է Հայաստանի տարածք 100,000-ավոր ադրբեջանցիների վերադարձի մասին եւ մեղադրվում է Հայաստանը իսլամական մշակույթը յուրացնելու եւ ոչնչացնելու մեջ, այո, Հայաստանը պարտավոր է արձագանքել։ Ես ձեզ տեքստը կուղարկեմ։ Այո, 26-րդ հոդվածը ավելին ասել։ Պապակի ինչ էր, որ Հայաստանի իշխանությունները հագաստեն։ Միանգամայն, եթե Հայաստանի իշխանությունը չի հակադարձում եւ չի երկում, ուրեմն օրտախ է։ Իհարկե։ Ավելին ասեմ, սա մանիպուլյացիա է, այդ տեքստի հետ կապված Հայաստանի, եթե չեմ սխալվում, արտգործնախարարությունը հղումներ արել է։ Ես դա ձեզ կուղարկեմ,
որ այդ վերջացնի, էլի։ Հուլիսի 5-ին Ալիևը խոսեց արդեն թուրքական պետությունների համագործակցության կազմակերպության ժամանակ 150 միլիարդ դոլար ռազմական ֆինանսական հատուցումների մասին վնասը, որ ասում էր դուք Հայաստանն օկուպացիա 150 միլիարդ վճարի։ Սա ամենաբարձր պաշտոնական մակարդակներով է։ ԿՊ-ն միշտ էս ամբողջը չիմանալու է տալի, անտեսելու է, ասում է, որ դա կարևոր չի, որ կարևոր չի, բայց 50 երկիր ներառյալ նաև ձեր սիրելի Լիբանանը, Սիրիան, բոլորը կողմ են քվեարկի այս ամբողջը։ Լիբանանն էլ իհարկե 57 երկիր կբան արե։ Հիմա այս ամբողջը ինչ են անում, եթե բանի պետք չի։ Սա արմենս նրա համար եւ մթնոլորտ են պատրաստում, մթնոլորտ իրանք քայլերն են պատրաստում։ Դուք տեսեք Ադրբեջանի քաղաքականության փոփոխությունը Աստված չանի, որ ԿՊ-ն վերընտրվի, ինչա փոխվելու։ Այս ամբողջը, այս այսպես կոչված խաղաղության վաճառքը, այս ամբողջը եւ Ալիևի կողմից մի օր Ալիևի երբ որ ասում եմ խաղաղության վաճառքը, չէ, ես որ ասում եմ, այս ամենը դրսի ռուսական FSB-ի ու այդ շրջանակների նարատիվներն են, որոնք հետևականորեն սրսկվում են հայ հասարակության մեջ, շատ մարդիկ տեղանում են, բայց դա իրականություն է, քանի որ այդ ահաբեկումով, հա, հայ հասարակությունը ասում է դու տեսեք, ես դες ասեմ, որ եթե ԿՊ-ն չընտրվի, հա, կամ եթե ընտրվում եք դուք ու այդ շրջանակները, ռուսական այդ FSB-ը մեր շրջանակները։ Ո՞ր զառանգ ռուսական է։ FSB-ը մեր շրջանակները։ Երբ որ ամերիկյան պաշտոնական դուք ասում եք թուրքական, չէ։ Դուք ասում եք թուրքական, բայց այսօր պաշտպանում եք Սամվել Կարապետյանին։ Ես չեմ պաշտպանում Սամվել Կարապետյանը ու այդ շրջանակները Չէ, դու եկել են իրականություն դարձնել Հայաստանը, այ հենց թուրքական ու ռուսական պրոյեկտը, հասկանում եք, եկել են իրականացնել թուրքական ու ռուսական միջանցքի պրոյեկտը, հասկանում եք, եւ հետեւաբար այն ինչ որ դուք տարածում եք, դուք Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, այդ 300,000 ադրբեջանցիների հետ կապված, այդ չգիտեմ, այլ նարատիվները, դրանք ամբողջը ապացուցված է, դրսի կեղծ նարատիվներ են, որոնք ներմուծվել են Հայաստանի, որոնք ներմուծվել են ներողություն, Ալիևը կարող է ամեն օր մի հայտարարություն անել, ինչ պետքա բերենք դարձնենք քաղաքական օրակարգ այստեղ, պետքա բերենք եկեղեցիները ավիրում ենք, այդ ձեր ասած հանգամանքի հետ կապված մեր արտգործնախարարության արձագանքը եղել է, կբացի կտեսնեք, եւ հետեւաբար երբ որ ասում է չի արձագանք է, այստեղ էլ է մանիպուլյացիա, դրա հետ կապված մեր արտգործնախարարության արձագանքը եղել է, այնպես որ դա էլ է մանիպուլյացիա։ Մենք արդեն ավարտում ենք, պիտի խնդրեմ, որ հագիրճ ցեզ մեր յուրաքանչյուրը 2 րոպեի սահմաններում ձեր վերջին խոսքս է, համեցեք Բամբաբյան։ Ուրեմն ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն նպատակասլաց ձևով ռուսական ուժերին Հայաստանում չթույլատրեց, թողեց, որպիսի 21-ի խոստումներից հետո գա հասնի 26, որպիսի էլի ձեզ կանգնացնի իր եւ ռուսական ուժերի ընտրության առաջ։ Ավելին ասեմ ցես, այդ ընթացքում ինքը պրոռուսականից դարձավ շատ ավելի պրոթուրքական։ Այսօր ցավոք սրտի դուք եւ մենք բոլորս կանգնած ենք վատի ու ավելի վատի ընտրության առաջ։ Մենք լավ ընտրություն չունենք, բայց դուք տեսեք, որոշեք ինչ եք անում։ Մի բան պարզ է, հստակ է, Փաշինյանը եւ իր կուսակցությունը Հայաստանը տանում է թուրքացման։ Դա միանշանակ, այստեղ ինչ էր ուզում ասեն, ռուսական է, սա ուզբեկական է, ինչ ուզում ասեն, դա իրողություն է, ինչպես ջուրը հեղուկ է, եւ բնական է հեղուկա բոլորիս համար անկախ նրանից չի կարելի այսպես բոլորին մեղադրել իբր FSB մեզ հեշտ է այդ բաները գտնել։ Իդեպ Նիկոլ Փաշինյանից ավելի շատ FSB-ի նախկին ղեկավար Պուտինի հետ հանդիպած մարդ չկա Հայաստանում 72 թե 73 անգամ հանդիպել է։ Հետևաբար ճիշտ ընտրության որ վաղը չժղճակ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր կան ուժեր, նաև այդ ուժերից մեկը պարոն Պապյանենց ուժն է, ովքեր նաև արևմտյան այսպես փաթեթավորման փորձում են ներկայանալ արևմտյան այսպես արժեքներով, բայց իրականում խորը քողարկված այդ ռուսական ուժերի ներկայացուցիչներն են։ Այդ ամբողջ նարատիվներով, չգիտեմ 300,000
թուրքերով Ես 300,000 կամ 100,000-ներ կամ 100,000-ավոր թուրքերով, չգիտեմ, այլ թուրքացումներով եւ այլն, այդ ամբողջ նարատիվները դրսում մշակված եւ այս քաղաքական ուժերի միջոցով Հայաստանում տարածվող նարատիվներ են, որպիսի խաթարեն այս ամբողջ խաղաղության գործընթացը, որը հաստատվել է եւ որը ամրապնդվում է, այս մարդիկ ամեն կերպ վարկաբեկում են խաղաղությունը, որպիսի հերթական աղետը բերեն մեր պետության ու մեր ժողովրդի գլխին։ Ես համոզված եմ, որ դուք այս ամենը հասկանում եք։ Ես համոզված եմ, որ դրսի գործակալական ուժերին ու նրանց այստեղ քաղաքական սպասարկուներին դուք ձայն չեք տա եւ համոզված եմ, որ դուք կգնաք ուրեմն հունիսի 7-ին եւ ձեր քվեն կտակ համար 16-ին տեր կանգնելով խաղաղությունը։ բայց համարում Շնորհակալ եմ, շնորհակալ եմ բարոնայք, մեր ագընտիրներուն համբերություն անշուշտ գմախտեցի եւ վստահ եմ, որ այս բոլորի մեջ տրական գեդեր կան եւ ամենակարևորը իրար լսել, իրար խոսքը հարգել, ինչ որ տեղի ունեցավ այսօր հյուրերս ազգային ժողովրդավարական բևերի ներկայացուցիչ Դիվանագետ Բադմապան Արաբաբյանն էր, նաև քաղաքացիական պայմանագիրի ցուցակով ընտրություններուն մասնակցող քաղաքագետ Էդգար Արաքելյանն էր եւ Պանավեճ Սակո Արյանի հետ այսօրվա հաղորդումը այսքան էր, նաև որտորս ցեզի հետևիլ մեր դեսանյութերուն, լայք մսեղմել, մեկնաբանել, այդպիսով նաև դարածել, այդպիսով հարկած գլակ, նաև խտանած գլակ անգախ մամուլի մեր արաքելությունը Բարին ընծես։ Շնորհակալություն։ Մեծեք, ձեռնվեցեք, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Մերսի։